երկար ժամանակա վիդեո չենք նկարել, չգիտեմ դաժե ոնց սկսեմ, բայց ամեն ինչ ոնց որ սենց հերթով, կարգով, շարքով ոնց որ ասում, բերի լավ սենց գնենք։ Նախ ոնց տենում եք G30-ով ենք, ու այդ հենց այնց չի տենց, գնում ենք բոքսեր, որտեղ ընդ մեզ լիքը մարդ է տեղեկից սպասում, համել պատի պատմեմ, թե ինչ ենք պլանավորել ես մոտակա վիդեոների մեջ ձեզ ցույց տանք, շատ հետաքրքիր փոփոխություններ ա եղել ի դեպ, չափից դուրս շատ հետաքրքիր ու այսօր այս մեքենան էլ ենք փորձարկելու, այս մեքենան մեր վիդեոների մեջ Stage 2-ով obzor արի Գարիկը, ով չի տեսել կարա հետ գնա վիդեոների մեջ նայի, իսկ ով տեսել ա մի հատ ձեր ստավկեքն արեք, թե Stage 3-ով ինչ անելու այս G30-ը։ Ուղղակի TS2 Turbo Systems-ի մեր շատ սիրելի հիբրիդային տուրբոն, մեկ էլ Dodge DS25 բենզինի բարձր ճնշման նասոսը։ Շատ տենց աղքատ կոնֆիգ է, սենց ասած, մի հատ տուրբո, մի հատ նասոս, ուրիշ ոչ մի բան աբսոլյուտն էլ։ Սիստեմ բան քաշած է մեթանոլի, բայց չենք միացնելու, որոշել ենք մոտեցումը լրիվ փոխենք այս մեքենաների հետ կապված տյունինգի տեսանկյունից ու մի քիչ ավելի նախընտրություն տանք առանց մեթանոլի նաստրոյկի, որտեղ մեթանոլով նենց իտոգի ենք եկել սենց տնավարի ասած, որ համ մի քիչ ջանջալ է այդ նորից միացավ, լավ չփչեց, տենց զալիվա տարեց, ինքը ստաբիլ չի ոնց որ էլի ինչ որ չափ, մինչև մի հատ միացնում ես ամեն քշելուց առաջ նաստրոյկը ես համ դզում ես, որ հոգիդ հելնում է, դրա համար որոշել ենք ուղղակի առանց ոչ մի ավելորդ բաների, մենակ սպիրտային ծրագրով ու բենզինային ծրագրով զամերներ անենք, տենանք ոնց է գնալու։ Գնանք բոքս, տենանք տեղեկից ով է եկել, մի երկու հետաքրքիր բան էլ ընդեղ ցույց տամ ու գնանք մեր սիրած X-Wire, շուտվանից չեմ գնացել, հենց եմ կարոտ այդ vibe-ը էլ ասելու չի, կհանդիպենք ընդեղ։ Եկանք հասանք բոքս, ոնց տեսակ արդեն, այս վիդեոյի մեջ ուզում եմ երկու բառով անդրադառնամ իմ F30-ին, որ դուք իմանաք, որ այս մեքենան կա գոյություն ունի ու սաղ ձմեռվա ընթացքում ու ոնց տենում եք հիմա էլ պադյոմնիկի վրայա, սարքվում է, չեմ ուզում շատ մանրամասնեմ, ուղղակի կասեմ մի բան, որ գործը շատ է, առօրյա մեր ոնց որ հաճախորդների հետ գործը շատ է ու շատ ժամանակ չենք կարող հատկացնենք այս մեքենային, բայց վերջին շրջանում ավելի ակտիվ սկսել ենք իրանով զբաղվել ու շատ բաներ ա, որ փոխվել է այս մեքենայի վրա, մյուս վիդեոյում այս մեքենայի հետ կապված ձեզ կպատմեմ, թե ինչ ենք փոխել ու ինչ ռեզուլտատներ ենք ստանալու ցույց կտամ ձեզ, ես էլ հələ չգիտեմ ինչ կլինի, որովհետև դեռ սարքվում է մեխանիկական հատվածով, սաղ ստուգում ենք, որովհետև պլաններում կա ապրիլին գնալ Կրասնոդար, իսկ դրա համար պետք է մեզ սարքին մեքենա, որ տանի հասցնի ոնց որ անցած տարի չփչանա ու լավ ռեզուլտատ ցույց տա ամենակարևորը։ Ինձ թվում է երկար բարակ այս ավտոյի հետ կապված չարժի էլ խոսալ, մյուս վիդեոյում ավելի մանրամասն կպատմեմ, թե ինչեր ենք վրան արել, իսկ հիմա գնանք G30-ը վերջնական մի երկու շտրիխ կանենք ու գնանք մեր սիրած X-Wire, տենանք ինչա ստացվում այդ մեքենայով։ Ծապլի ունենան էլի, ծապլի որ ունենան ստեկը լսենք կպրծնենք։ Աղբերս բարի երեկո, դու մեզ կարես ծապլի տաս, որ մեջը սպիրտ լսնենք, հետո վրից բենզինը նոր ձեր մոտից լսնենք։ Չունենք է ծապլի։ Լյուբոյ, չէ, չկա։ Всё, շնորհակալ եմ։ Մեզի ծապլիով կալոն կա, պետք աղբեր։ Ապե որտե՞ք չի բարե ձեր X-ին գեմը։ Ստոկա, լավ աղբերս լավ։
Այս պա չեմ սիրում էլի ապե որ պրիզնա չեն գալի որ ես եմ չի բարը Որոշի շինարարություն ստեղ Այս ավտոն մեծ շատ լուրջ պրոբլեմ ունի Հələ չենք տեսել, բայց ես վստահ եմ, որ այդ պրոբլեմը կա Դելի իչի մեծ շուտ տարել կեն նկարի տենանք Ինչ վիճակ է, ես հետո կնայեմ Արա ասում եմ, չէ? Հորս արև առեսնել, ջոգեցի ուժը, որ տարել կա չկա BMW-ն շատ լուրջ մի հատ բաց թողում ունի այս մեքենայի վրա, այդ իրա տորմուզներն է, ոնց որ օպցիոնալ է սարքը սենց ասած, որովհետև լիքը 540-ներ, որոնք M պակետ են ունեն այդ M performance դիսկերը, բայց սովորական 540-ները չունեն ու տենց մի հատ շատ վատ փոքր սուպերտներով Կարգը նստելներ անգիր կասեր, ես չեմ հիշում տենց թվերը անգիր Կարամ ասեմ, որ այս փոքր տարել կեքը են որ զիբիլ են ու երկու հատ տորմուզ տալ, երկու հատ բայվոյ զայես դու էլ տորմուզ գոյություն չունի են, որ պրոստը սենց մի ձև եկակ այնեցից տեղ, որ իշտենք նկարենք ցույց տանք ձեզ երկրորդ զամերից մի քիչ սենց ասած նաստրոյկա անելուց հետո ստացանք 0-ից 129 100-ից 200-ը, եթե չեմ սխալվում 6.5, 402 մետրը 1.10.5 վարկյան Արեք կորենք այսօր խապենք սաղեն ասենք չի եթուն, DJ-ով հետո նայեմ ջոգեն, որ գնացել է ջոգի Բայց կել ախվերական անիք էլի, նատուրի Տեսը լուրջ եմ բաղում, ասում չի գնաց Անա նատուրի վաբշե ոչի բան, արա ինչ անում եմ նատուրի 3.1-ից չեմ կարում իշնեմ Ես նոր սաղի մոտ ասի, որ դու 2.2 էիր դրել ծրագիրը, ոչ թե 1.8 Մեկը քոնը ավելի արագ էր, բայց հիմա ճշմարտությունը ասա Լավն է Գելեք, բայց գրիքին չասենք ճշմարտությունը Դավայ 2.9, 6 ու 4 էր ոնց որ 100-200-ը, չեմ հիշում точно 10.5 էլ կվոտռը, բայց էդի հլը Էդի 20 վանտաժներով Էդի 1.9 բառով եմ քշի ախպերս Անի բայդվա Դες по-любому կհանեմ, թոմիկ չհովանա կալոտ կեքը, տարել կեքը սաղ պրծել է, 3 հատ եմ քշի Աղազիս կալոտ կա ու բան զագաստում Գերել ասա ինչքան եմ գնացել, արի Որպես հին արդեն էպված գոնշիկ 3.2 պետում է քո ավտոն, արա Ես մի հատ 3 Ախպեր կթողեք կայնեմ, ախպեր Ասի պարկինգ է, էլի, չէ? Արա չխպեմ այդ վռանգլերի շիթը բռնեմ Նատ կլնի նարեկին ասեք, որ ավտոն վատա գնաց է ապլիսովքի խաթր Հա, չի ասի, որ այդքան շատ ենք տանջել ես մեքենան, բայց մոտավորապես համ գիտենք ես ավտոյի պոտենցիալը, համ են թե ինչ ենք մենք ընդունակ ու հաշվի առնելով, որ 20 թյումանոց բանտաժներ է այս մեքենայի տակ, ոչ ամենալավ ակերը ու մենք օլնի բակով եկել ենք նաստրոյ կալնելու, մեջն է նստած ենք 2 հոգով, ինձ թվում է բավականին լավ ռեզուլտատներ ենք ստացել, 2.9-ից 3.1 ստաբիլ գնում է մեքենան, ասեմ, որ 2.9-ը նենց մի հատ ռեկորդային թիվ չէր, մի քանի անգամ 2.9 ենք գնացել ու հաշվի առնենք, որ այս ավտոն ստոկ մոտոր, ստոկ կարոպկա, ընդամենը ձևափոխվել է տուրբինը ու ձևափոխվել է բարձր ճնշման բենզինասոսը Dodge DS25-ի ուրիշ ոչ մի փոփոխություն արած չի այս ավտոյի վրա, բնականաբար մեր custom-ի մոտորի ծրագրով ու կարոպկի ծրագրով Ես վստահ եմ, որ այս կոնցեպտով սենց ասած, այս սպեկով, այս մեքենան շատ երկար ու շատ
ապահով կարելի է էքսպլուատացիայի ենթարկել, լավ սենց ասեմ։ Քանի որ մեր մոտ փորձը B58-երի պարագայում կոնկրետ դաժե G38-ի պարագայում շատ է, մենք արդեն գիտեինք, թե ինչ ակնկալենք ու մենք ամենայն դեպս գոհ ենք այս ամեն ինչից, բայց այս ոնց որ ժամանակի մեջ մի քիչ հետ ենք գնացել ու եկել ենք այնտեղ ինչից սկսել էինք, եկել ենք G30, եկել ենք այս մանր տյունինգները, հավատացեք ձեզ շատ ավելի լուրջ բան է սպասվելու, երբ որ հերթը հասնի իմ մեքենային։ Շատ բան եմ փոխարինել իմ ավտոյի վրա։ Մենակ մի բան կասեմ, էլի գիբրիդ տուրբո է, բիգ տուրբո չեմ ուզում դեռ շատ շուտ է դրան անցնելու համար։ Ուղղակի մի աշխարհ ինչքան հնարավոր բան կա առել եմ, որ այդ մեքենայով այս տարի ավելի լավ, ավելի ապահով, ավելի ստաբիլ ռեզուլտատներ ունենամ։ Հաջորդ վիդեոյում կտենաք իմ F30-ի հետ կապված նորությունները, բայց մինչև այդ կարաք բաժանորդագրվեք մեր Telegram-յան ալիքին, որովհետև այնտեղ լիքը բան գցում եմ, ինչը որ YouTube դուրս չի գալիս։ Դե բնականաբար YouTube-ին ու մեր Instagram-ներին իմ ու Գարիկի պարտադիր բաժանորդագրվեք, որովհետև YouTube-ը միշտ հետաքրքիր վիդեոներ է լինում, իսկ Instagram-ի story-ներում արդեն իմանում եք, թե ինչ է սպասվելու YouTube-ում։ Ինձ թվում է այսօրվա համար այսքանը, կհանդիպենք հաջորդ վիդեոների ընթացքում, լավ մնացեք։